Տերում եք դաժե սենց եմ լավը, սենց նոր արտնացած։ Ես էլ գիտեմ, բարև ձեզ, իմ սիրելի յութուբյան և ֆեյսբուքյան ընկերներ, հավաքվեք։ Խոսքս անդրադառնալու եմ այսօր տիկին Լուսիային, թեման իրա հետ է կապված լինելու ոչ վատ նպատակներով։ Ես ուզում եմ, որպեսզի ճիշտ ասած խնդրանք եղել է, բայց ես մերժել եմ, ինչը ճիշտնա, բայց որ քանի որ իմ ականջներն ու աչքերը ամենուր են, ես որոշեցի մտածել այդ ուղղությամբ, որովհետև ինձ դուր չի գալիս, որ մեր հայ ազգի մեջ յանկրող ազգանունով մարդիկ, որովհետև ես գիտեմ, թե որտեղից է գալիս այդ ամեն ինչը, ում սովորացրածն է և այլը, ինչ-որ մարդիկ, ովքեր որ վիրավորում են յան ազգանունով կրող մարդիկ։ Ճիշտ է, ես համաձայն չեմ, ամեն մարդ ինքն է, ընտրություն անում մի բանի հետ, ինք իրավունք ունի ում ուզում է, նրան էլ ընտրում է, ես օրինակ ինքը ում ուզել նրան ընտրել է, ես մենակ դրա հետ համաձայն չեմ, մնացածի հետ համաձայն եմ, ճիշտ է խոսում։ Իսկ ես ընդհանրապես ոչ մեկի չեմ ընտրել, չեմ էլ ընտրելու, և ես ասել եմ, եթե ես ընտրեմ էլ, ում եմ ընտրելու։ Ես մենակ դրա հետ համաձայն չեմ, փրչոտի հարց, վсё։ Ժամանակ կար, որ ես 2-3-4 անգամ տարի առաջ ես վիրավորել եմ դրա համար իրան, ընկնելով ինչ-որ բանի ազդեցության տակ, անգամ ենքան ուժեղ բնավորության տեր եմ եղել, որ ես վիրավորել եմ իրան, ինչի համար ես հրապարակային Լուսա Հակոբյանից ներողություն եմ խնդրել։ Ես ուզում եմ յան կրող ազգանունով մարդկանց տեղ հասցնել, դուք ինչ անեք ձեզ եք անելու, եթե դուք յան ազգանունը կրում եք, ոչ մի բանով լավը չեք այդ մարդուց, այդ մարդը կորցրել է երեխա։ Իմ հետևորդները բոլորը հիշում են, երբ որ Լուսա Հակոբյանը կորցրել էր իր որդուն, ես այդքան իրան մինչև դա զգուշացրել էի, որ ես երազ էի տեսել, ինչպես զգուշացրել էի այլ անձի, որ կարող է տեղի ունենա անխուսափելին, որը հիմա բանտում է։ Ոնց տեսել էի, ձեռքերը, հագցրե տարել էին, այնպես էլ եղավ։ Նույնն էլ վերաբերվում է Լուսա Հակոբյանին։ Արդյոք նա զոհ է եղել խաբեությունի, արդյոք նրա անվան տակ, նրա ռեպուտացիայի հետ խաղում են, արդյոք նա կեղտոտ, այս հարցերի պատասխանները ես այսօր կանխատեսում եմ անելու տալու եմ։ Արդյոք նա կեղտոտ գործարքի մեջ է այսօրվա իշխանությունների հետ, քանի որ այդ հարցը ինձ շատ են տվել, և ես հարցն եմ բարձրացնելու իր բնակարանի, որը ձեռից առել են իրան։ Եվ այն մարդիկ, ովքեր նրան վիրավորում են, որտեղից են այդ վիրուսները հայտնվել և փորձում նրա առողջականին վնասել։ Ես, եթե ինքը կդիտի ինձ, օրինակ վերցրեք ինձանից, ես ձեզանից ճիշտ երիտասարդ եմ, բայց դա կապ չունի, խոյերը անկոտրում պետք է լինեն։ Ես ծնվել եմ ձուկամաստեղությամբ, ես համ յուղում եմ, համ էլ դաղում եմ։ Սովորեք ինձանից, պետք կգա, մի պատասխանեք, ոչ մեկին, մի թույլ տվեք, որ ձեր էմոցիաները կառավարեն ձեզ։ Ես դա մի քիչ ուշ եմ հասկացել, բայց ընտիր կառավարում եմ հիմա իրավիճակը։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր ձեզ ունից հանում են, դա ես կարծում եմ մտածված են անում, կտեսնենք մենք։ Ես կարծում եմ հələ դուք ինչքան եք փոխելու ձեր կարծիքի մասին, որովհետև ինձ լավ ճանաչող մարդիկ իմ կողքից տեղ չեն գնում։
ինձ սիրում են որպես լավ ընկեր, որպես լավ ընկերուհի, ես ոչինչ չունեմ թաքցնելու, որպես լավ կին, որպես լավ մամա իր բալիկների համար, ով առաջին ընկեր է, ստեղծում է վստահություն։ Ես չեմ կարծում, որ դուք ունեք մտածելու։ Դա ձեր խնդիրն է, թե դուք ում եք ընտրել, ոչ մեկ ձեզ իրավունք չունի, հա, ձեզանից կախվի են մոլախոտների նման ասի, դու ես սրան ընտրում կամ նրան ընտրում։ Յուրաքանչյուր մարդ, հայ, մեր երկրում, դա իր իրավունքն է, ում է ընտրում։ Ոչ մեկ ինձ չի կարա ասի, կներեք, անգամ հեռախոսս չի դիմանում, տենում է, իմ էներգիային, ոչ մեկ ինձ չի կարա ասի, ինչ ես դու Վարդան Ղուկասյանին, Պողոս Պետրոսյանին են մեկին ընտրում, որովհետև դա ես եմ որոշում։ Եվ յուրաքանչյուրը պարտավոր է հարգի դիմացինի ընտրությունը։ Պարզաձես, իսկ հիմա կանցնենք բացահայտման։ Ոչ մեկ այսօր բարի պտուղ չի։ Այդ խոսացողներն էլ, հա, որ քացով տան հետևներին, ես 100% վստահ եմ, ենքան կեղտոտ բաներ կթափի իրանց հետևից, որ շարեն իրանց գլխին, ոզնի, կդառնան, ուշադիր իշեք բարերս, անցանք առաջ, լավա չես ինձ որքանից արտնացել եմ, պես մեկ իշ լավն եմ, ես ինձ սիրում եմ որովհետև, և նույնը խորհուրդ կտայի Տիկին Լուսիա Հակոբյանին աներ, ավելի շատ մտածենք ձեր մասին, այլ ոչ թե մարդիկ ինչ են խոսում դրա մասին, դուք շատ լավ գիտեք այդ աղբյուրները որտեղից է գալիս, ինչի համար է գալիս, Աստաբան Լուսիա Հակոբյան, արդյոք համագործակցում է ոչ օգուտի իր ազգի դեմ, հանդեպ, նրա կյանքի ոլորտների հետ կապված որևիցե թաքցնելու բան ունի չունի, ատելությունը, որոնք գալիս են նրա կյանք, նրան հունից հանելու տղամարդերը, ձեր տղաներ դուրս գալիս, այո, հարազատ, ում կործրել եք, ցավոք սրտի, և շտապում է ինչ-որ բան ասի, և մտադրված որևէ վնաս արդյոք եղել է մտքում Տիկին Լուսիա Հակոբյանի աստղաբան վնասելու որևիցե մեկին, թեպետ իր հայ ժողովրդին։ Եվ արդյոք մարդիկ, ովքեր որ նրա բնակարանը նրա ձեռքից տարել են, նա է մեղավոր եղել։ Սրանք հարցեր են, որ հարցերին, որ ես պետք է պատասխանեմ, անցանք առաջ։ Ով է Տիկին աստղաբան Լուսիա Տիկին Հակոբյանը, ինչ էներգիաների են ներկապահին գտնվում։ Սրտի պրոբլեմ ունի ներկապահին, ով պետք է լինի։ Ով սրտին ամեն ինչ մոտիկ է ընդունում, ներկապահին սառը էներգիայում է վիրավորված խոսքեր, որոնք նա չի կարողանում կուլ տալ, հա։ Կորուստ, ով ունեցել է կորուստներ, մեկը չի, մարդ կարա կորուստ նաև այլ ձևի ունենա, տուն, ստե 3 կորուստի մասին է խոսքը, խոսքը ունակ բնակարան, երեխա, ռեպուտացիայի հետ կապված և այլ, տեսնում եք ինչքան լաց կա ստեղ, եթե ուշադիր նայում եք, չի բացառվում նաև սրտի պրոբլեմ ունի անձը, ասեղների հետ կապված միգուցե սրսկումներ կամ կաթիլային, սենց բաներ է գալիս ինձ, դավլենիա բարձրանում իջնում է ճնշումը, տարիքի հետ էլ կապ ունի և հնարավոր է այստեղ ոտքի հետ, հա, մի ձախնա կամ աչնա,
կամ ուռում է, կամ դե բնական է, տրոմբի հետ կարող է կապված լինել։ Լավ, ինչ կապի մեջ է, բարոն Շինյանի հետ, արդյոք որևիցե կապ ունի նրա հետ, չեմ տեսնում, ոչ, ստե շատ պետք է սպասեք, որ ինքը իրա դարդը թողած գնացել է ուր, կապ չունի, իսկ ինչու է այդքան իր ընտրությունը, հա, եկեք հարցնում, իսկ ընտրությունը, իրա մասին այդքան խոսում, խոսքին, Լուսիա Հակոբյան ասկոլում, իրա տան հետ է կապված, որը ինքը կործրել է, ձերքից առել են, շոկի մեջ է եղել, դրա հետ է կապված էլ ինչի, ինչը ինքը ծանր է տանում, հա, միգուցե հույս ունի, որ գոնե նա կարող է օգնի իրան այդ հարցում, իսկ հնարավոր է, որ օգնի այդ հարցում բնակարանի, տիկին Լուսիա Հակոբյանին աստաբան, ոչ, նրանից ձեռք քաշեք, նա ձեզ երբեք այդ հարցում չի օգնի, կատեգորիկ ոչ ասում, սմերս քարտնա, ինքը չէ, իսկ հնարավոր է հետագայում, ապագայում ձեռքը հետ կվերադարձնի իր բնակարանը, աստաբան Լուսիա Հակոբյանը, լավ շանս կա այո, որ վերադարձնեք, բայց այդքան աբիդաները, հա, ցավերը, իմ մոտն էս տպավորություն է, որ այդ մարդկանցից ձեզ մինչև հիմա ինչ-որ ցավ են պատճառել, շատ նեղացրել են, և դուք շատ մեծ ցանկություն ունեք, որպեսզի հետ վերադառնաք ձեր տուն, իսկ դա հնարավոր է, այո, փաստաթղթայինի հետ կապ ունի և, կստացի, այն մարդիկ, ովքեր, որ ձեր բնակարանի հետ խալտուր է եղել է, հələ մենք դա կիմանանք, արդյոք եղել է, չի եղել, հələ դեռ շուտ այդ մասին խոսելու, ստեղ ինչ-որ պատասխաններ է գնալու այդ մարդկանց, դա իրանց ընտանիքի հետ կապ ունի, հա, ով որ միգուցե այդ ձեր բնակարանը փորձել է ձեր ձեռքից վերցնի, կամ արդեն վերցրել է, ստեղ պատասխանը ցավոտ է լինելու, դա դատական պրոցեսների հետ է կապ ունենալու և դա կապ է ունենալու վերևի հետ, հա, իշխանում ես այն հնձում ես, եկեք այստեղ հարցնենք անձը, ով գրավել է տիկին Լուսիայի բնակարանը, արդյոք ինքը ոչ մի բանում մեղավոր չի եղել, նպատակները որն է եղել, Լուսին, խաբել է, բնական է, ես այտենց էլ կասկածում էի, ստեղ մախինացիաներ կա, աչք դրած է եղել բնակարանի վրա, հետաքրքիր քարտեր է դուրս գալի, ծանոթներ էլ ունի, ինչ-որ ստեղ շատ մարդիկ են խառնված պետական ստրուկտուրայից, փաստաթղթայինի հետ կապված, հիմա ես մյուս քարտերով էլ կհարցնեմ, Լուսինը բացահայտենք, արդյոք տիկին Լուսիայի, աստղաբան Լուսիա Հակոբյանի բնակարանը, ճիշտ են արել, որ վերցրել են ձեռքից և եթե վերցրել են մտադրությունները մաքուր ա եղել ճիշտ, հա, ստեղ տիկին Լուսիան մեղավոր եղել է, նպատակները, պլանները, մտածել են, որ ինքը չպետք է վայելի այդ տունը, ու իրա հետ կոմպրոմիսի չեն գալ, ինչ-որ կոնֆլիկտներ կա իրանց մեջ, տեսնում եք, ինքը չպետք է վայելի, գորգռոցներ էլ ա եղել, ես դա էլ եմ տեսնում,
Մտածելով, որ իրենք բավականին խելացի են գործում, տեսնում եք օծերը։ Սա մի անձնավորություն է, ումից ամեն ինչ սպասելի է։ Ես պայքարում եմ այդ տան համար, տեսնում եք։ Կա մի բան, որի մասին չեն խոսում, դա փակ է։ Խոսակցությունները կապված Լուսիա Հակոբյան իր տան եւ իր մտքերի մաքրության հետ։ Մաքրման քարտա դուրս եկել։ Իսկ ինչ նպատակով են դա արել, բնակարանը, հա, տարել ձեռքից Լուսիա Հակոբյանի հաստատան։ Նախ այստեղ իր առողջականի հետակապված մեծ հարված եւ փաստաթղթայինի հետակապված ինչ-որ, որտեղ որ Լուսիա Հակոբյանը լրիվ ինչ-որ արդյունքի հետակապված է, իրանց մեջ է եղել խոսակցությունը, ինչ-որ դագավորի, որտեղ որ գող չի եղել Լուսիա Հակոբյանը, ինչու գող չի եղել տղամարդու հետ է կապված, միգուցե իր տղան էլ է իրան զգուշացրել, երիտասարդ է եղել։ Զլոբա, ժաբան, տեսնում եք, ժաբան, նախանձություն, Ստեղ հատուկ նպատակով արվել, եւ այստեղ կարան տարբեր մարդկանց սովորացնեն, հիմա ես ձեզ ցույց կտամ, որպեսզի էդ էլ հերիք չի, նրան հունից անեն։ Նայեք։ Խի ինքը ճանաչված է, չէ, որ հասցնեն առողջական պրոբլեմների։ Ստե ֆինանսների հետ կապ ունի, ֆինանսի պայուտ ռամանսի։ Իսկ այդ մարդիկ, ովքեր որ բնակարանը թեկուս, հա, վերցրել են ձեռքից, վայելելու են ապագայում։ Իրանց ձեռքը, տենում եք ինչերի մեջ է թաթախված, մի հոգու մասին չի ստեղ խոսքը։ Իհարկե ոչ։ Ստե իրանց արյունակիցին է խփում, հա, այն ցավոտ տեղը, հա, որտեղ տուպիկ է, իրանք չեն կարա, իրանց մատները կեղտոտ է այդ ամեն ինչի մեջ, տուպիկ է դնում, տուպիկ չկա ինչ լինելու, ծանր կառմա են աշխատել, դա կարմիչսկի է գալու ուզեն, թե չուզեն իրանք, բա ուրիշին վերցնելը գիտեք լավ է, ես ինչ տեսնում եմ դա եմ ասում, խառնելով տարոք հարտերը և իրականությունը, ճշմարտությունը դուրս հանելով ջրի երես։ Ինչ խորհուրդ են տալիս տիկին Լուսիա Հակոբյանին, օրակոլ Զատմենիայի քարտերը։ Երիք հայ էներգիա 10 նման երևույթներին, տեսնում ես, ամեն ինչ անում են, որ քեզ հունից անեն։ Այո, փակիր այդ էներգիատ, մի տուր, ոչ մի էներգիա, ոչ մի էմոցիա այդ մարդկանց, վերածնվիր, լավ, ուշ թե շուտ մաքրվելու են դրանք, լավ տեսնենք իսկ, որտեղից են գալիս այն մարդիկ, փորձում հունից հանել, դա որտեղից է գալի, ով է այս ամենի հետևում կանգնած, ովքեր հունից հանում են, վատ մեկնաբանություններ են գրում Լուսիա Հակոբյանի մեկնաբանությունները ֆեյսբուքյան։ Ես կարծում եմ ձեզ կհետաքրքրի, տիկին Լուսիա, ես պատրաստվում եմ ձեզ քարտ ցույց տալ, որը համապատասխանում է իրականությանը։ Երևի դուք սպասում էիք միգուցե այսպիսի քարտ, ես չէի սպասում։ Այդ թե որտեղից է գալիս, ձուկ, տեսնում եք, փնտրեք ձուկ համաստեղությամբ անձնավորության, ում հոգին խորն է, տեսնում եք ինչքան խորն է, ի չէ, ինձ համար զարմանալու չէր։ Իսկ այս անձը
նպատակները, ինչ նպատակներով է դա անում։ Անակնկալ է, որը դուք չգիտեիք։ Կանանց հետ էլ կապ ունի, ստեղ, եթե տղամարդիկ են գրել, կանայք էլ են ձեզ գրում։ Ինչ ինֆորմացիա, որ փակ ա եղել, դուք չգիտեիք։ Սենց անձը փոխվող չի, կստացի, մեկի հանդեպ չի արել, սենց բան, այսինքն անձը սովոր ա դրա, աղետաբեր անձի մասին ենք խոսում, ով մարդկանց կյանք բերում է աղետներ, այլ ոչ թե լավ փոփոխություններ, պլանները, իմաստը որն է, ինքը որպես ինչ է դա անում, Տիկին Լուսիա Հակոբյան Աստղաբանի հանդեպ։ Որովհետև քեզ դիտումն են, տեսնում ես աչքը պահած ա վրատ, բավական այտենց օր չկա, որ այդ մարդը քեզ ուշադրություն չդարձնի, հեռավորության վրա, բայց մի բան ասեմ, ինչ կզարմացնի, ստեղ արդեն վերին ուժերը առել են այդ անձին իրանց ուշադրության կենտրոնում, շատ լուրջ հետևում են, դե անձը բավականին վախկոտ ա, ուրիշ ձև ինքը չի էլ կարա անի, նապաստակին տեսակ, որովհետև ձեր մահն ա ուզում։ Այո, և այդ անձը կին ա։ Եվ ինչքան ժամանակ ա, որ ես անձը դա անում ա, գաղտնիք ա, ինքը կապ ունի գաղտնի գիտելիքների հետ կստացի, դա գաղտնիք ա, չի ուզում, որ դուք իմանաք, ձեզ երազ կգա, ուշադիր եղեք ձեր երազներում, իսկ ինչպես պատասխանի Լուսիա Հակոբյան Աստղաբան այս կնոջը, այն մարդկանց, ովքեր որ այս անձի շնորհիվ սովորացնում են, գնում են, վիրավորում են։ Տեսնում եք, վադավառոտ էմոցի, մի տվեք ձեր էմոցիաները, իրանց էլ հենց այդ է պետք, սնվում են ձեր էներգիայով։ Ինչքան էլ ուզում եք ճիշտ ասել, հա? Իսկ ինչու՞։ Որովհետև անձը գիտի, որ դուք ինչ մտածում եք, դա եք արտահայտվում, և դա էներգիա է, տեսնում եք, որը որ նրանց պետքա ձեզանից։ Իսկ ինչպես վարվեք այս անձերի հետ, եկեք Գոլոս Վսելեննայով խորհուրդ տանք։ Խորհուրդ Աստղաբան Լուսիա Հակոբյանին ինչպես վարվի այս անձի հետ։ Մարդկանց հետ սիրով եղի և ոչ մի էներգիա այդ մարդկանց մի տուր։ Բալանին քո ձեռքում ա, դու շատ լավ գիտես, օգտագործելով քո մասնագիտականը, չտրվելով այդ կեղտոտ խաղին, մի մտի այդ կեղտոտ խաղի մեջ և լսիր ինտուիցիայիդ, տեսնում եք, սիրելի հետևորդներ, դա քեզ կօգնի վերականգնել քո առողջությունը։ Լավ, անցնենք առաջ, տեսնենք, շատ կարևոր մենք դեռ հարցեր ունենք այստեղ, կարծում եմ շատ մարդկանց շատ հարցեր պարզ ա։ Ասպասել էր ինձ համար, ինչ ճիշտնա։ Ես մտածում եմ, վսյոտակի մի բան կգտնենք, էլի։ Ահա, լավ։ Հիմա մյուս տարոյով հլա աշխատենք, արդյոք մութ գործերի, գործարքների մեջ է Աստղաբան գաղտնի, հա, Աստղաբան Լուսիա Հակոբյանը,
այլ մարդկանց հետ ոչ օգուտ մեր ժողովրդին։ Դրանք կեղտոտ խոսակցություններ են, այդ մասին ասում է դյավոլը, սիրելի հետևորդներ, այտենց ըլներ չեր խփի իր առողջությանը։ Այդ մասին խոսում է դյավոլը, դա մեծ սխալ է։ Անգամ իր հասցեին հայհոյանքներ, դյավոլը դա նաև կեղտոտ գործողություններ, ինչ-որ սուտ վիդեոների հետ է կապված, որտեղ մարդու ռեպուտացիայի հետ են խաղում, ինքս թե կապ չունի, ցավոք սրտի ի վնաս իրան, այլ ոչ թե ի օգուտ իրան։ Իսկ ինչու են ասում, եկեք հարցնենք, որ Լուսիա Հակոբյանը, ու տենց լիներ, կստացի, ասում է տունը չէր կորցնի, խփեր առողջությանը։ Իսկ ինչու են մարդիկ ասում, որ Լուսիա Հակոբյանը կապ ունի գաղտնի, այլ ոչի օգուտ մեր երկրին, այլ մարդկանց հետ, ոչի օգուտ։ Անցյալի հետ է ինչ-որ կապված, անցյալի հետ ինչ։ Միգուցե անցյալից է շատ խոսում, ինչ-որ բաներ է ասում, դրա հետ կապ ունի։ Սահմանների հետ է կապված, մեր զինվորների հետ է կապված։ Որտեղ ինքը վախենում է մահերը ասի, իմանալով դա։ Դրա համար իրան ասում են, որ ինքը սուտ կանխատեսումներ անում։ Իր համար դա դժվար է արտահայտել։ Ասել, միգուցե ինքը գտնում է, որ այդպես ճիշտ է։ Էլ ինչու են ասում, որ Լուսիա Հակոբյանը ստվերում ոչ ի հայ ժողովրդին օգուտ աշխատում։ Դե դրանք ստախոս մանիպուլյատորներ են, հասկացանք, որտեղից է գալիս այդ ինֆոն, ով կապ ունի դրա հետ։ Իսկ որևիցե տղամարդ կա այս ամեն ինչի հետևում կանգնած, բացի այդ կինը։ Ինտերնետն է ցույց տալի։ Նու կամ տղամարդ էլ կա, այ սրա հետևում կանգնած, ով ըստ է կուլիսային գործողությունների մասին է խոսքը, միգուցե ում հետ ինքը աշխատել է, կոլեգաների հետ կապ ունի, ստե մեկը չի, կուլիսային, խմբային, կոլեկտիվային, իսկ ինքը մենակ պաշտպանվել է դրանցից, անգամ չի էլ իմացել, թե իրականում ովքեր են։ Ես կարծում եմ դա բյուրովեցի հետ կապ ունի, Տիկին Լուսիա։ Իմ մոտ էլ այս քարտերը ցույց տվե, ովքեր են իրանք են։ Ինձ համար նորություն չէր սա։ Իսկ ինչու են այս մարդիկ այդպիսի բաներ անում, կուլիսների հետևում։ Կստացի կարասուր բարեր ասեն ձեզ ցավացնելու համար։ Աշխատել եք իրար հետ, ես ասի չէ, դա միասին աշխատել եք այդ մարդկանց հետ։ Անես տպավորությունը կարծես սև կատու անցած լինի ձեր մեջ, այդպես նաև նրա ստե ինչ-որ կինել է ցույց տալի Դամաժեզլովը, երևի ես եմ։ Յուպիտերիանսկի, անկանխատեսելի։ Միգուցե նրա հանդեպ են այդ գործողությունները արել, բայց փակ մտածել են չի տեսնում։ Եվ իտոգում այդ մարդիկ ինչ են ստացել։ Իտոգում այդ մարդիկ ինչ են ստացել։ Սենց կուլիսային գործողությունները անելով, գրելով, փորձելով մարդկանց նվաստացնել, մարդու ռեպուտացիայի հետ խաղալ։ Կանգ առել, տեսնում եք։ Եվ ինչ։ Եվ հիմա չգիտեն ինչ անեն։
խոսում են միգուցե այդ հարցով, ցանկանում են, որ ինչ-որ բան փոխվի, ստե երկու տղամարդ կա։ Օրենք այդ պրոբլեմներ ունեն այդ մարդիկ։ Փաստաթղթայինի հետ է կապված, բանկայինի հետ է միգուցե մեծ պարտքերի մասին աստե խոսքը, որոնք կուտակվել է։ Միգուցե ինչ-որ գործընթաց է եղել։ Եկեք տեսնենք, այս մարդիկ ինչպեսի պատիժ կստանան, մեկը ինձ էլ են կպել։ Եվ այս կուլիսային գործողություններ կատարողները կուլիսի հետևում, ինչպեսի բումերանգ են ստանալու ապագայում, այսքան մարդկանց ցավ հասցնելու համար։ Խաղը տենում եք, դա շոուի հետ կապ ունի, մանիպուլյացիաների, ինչպեսի պատիժ կստանան, մեծ գումարներ իրանք ունեն վճարելու ում, ժամանակը կգա և նրանք կապված նույն ձևի, նույն խաղը կխաղան իրանց հետ, իրանց սիրելիների հետ, նույն կեղտոտ խաղի մեջ իրանց գցվելով։ Որովհետև այստեղ նաև ինչ-որ մեկը կա, որը Տարոյի հետ կապ ունի, ես արդեն հասկանում եմ, ես ում մասին է, որը իրոք չի տիրապետում Տարոյին։ Այո, տեսնում եք։ Նրա մոտ փակա կանալները։ Սա ով ինձ տեսել էր վազելով եկավ բյուրով էց իրա մասին է խոսքը։ Ով սիրում է շքեղություն, տեսնում եք։ Դրա համար է մտա այդ գործի մեջ։ Եվ ինչա լինելու։ Պլեն, ինքը իրա փոսած փորն է անգնելու։ Դա նրան հունից կհանի, որովհետև այդ մարդուն տրված չի։ Էլ ինչպեսի բումերանգ կստանան այն մարդիկ, ովքեր որ մտել են ուրիշի կյանք, ուրիշի ռեպուտացիայի հետ են խաղում, ուրիշի առողջությանն են վնասում։ Մեծ փողերի հետ է դա կապված լինելու։ Տեսնում եք, մեծ դիմակը շոուի հետ կապված, որտեղ որ սրբի քողի տակ ինչ-որ բաներ են արել։ Փակվելու մասին է խոսքը, մեռում է այդ պրոյեկտը։ Ստե մեծ գումարներ կա։ Միգուցե ոտաս խերով չեր ձեր համար։ Բա ես որտեղ հայտնվում եմ, եթե սխալ, սուտ բաներ կա, էդի փակվում է, դա որն է, բարև ձեզ, ես եկել եմ Մարսը, բաշնյա։ Այո, չնայած իրանք դա միգուցե չեն հասկացել մինչև հիմա։ Լավ, ստեղից էլ անցանք, կարծում եմ ձեզ շատ հարց պատասխաններ ստացակ, կստացի ստեղ չեմ տեսնում, որ ձեզ լավ են վերաբերվել։ Ոնց որ խաղացած լինեն ձեր զգացմունքների հետ։ Կա մի բան, վատը, եկեք հարցնենք, հա, որովհետև ես ուզում եմ մի բան բռնեմ, էլի ես մարդու մեջ վատը։ Որովհետև մի վատ բան կա, աստղաբան Լուսիա Հակոբյանի մեջ։ Ну, վատն է, որ լաց կանեք, պետք չի լացեք, տեսնում եք, շուտ նեղվում եք, լացում եք, անես տրամադրությունը ձեր մոտի մոտնես տպավորությունը, որ դուք արցունք եք թափել, հա, երկար եք դա ձեր մեջ էփում, մտածելով, որ ձեր պահապան հրեշտակը ձեզանից հեռացել է, ձեր տղու հետ է կապված, խափելու, գայթակղությունների հետ է կապված, որ ձեզ խափել են։ Գայթակղությունը ինչի հետ կարող է կապ ունենա, բնակարանի կորուստից, օգտվելով ձեր միամտությունից։ Արդյոք հոգին մաքուր է, աստղաբան Լուսիա Հակոբյանը։ Այս անձնավորությունը շատ էմոցիոնալ է,
Եվ շատ լացել է իր կյանքում։ Երեխայի կորուստի մասին աստեղ խոսք։ Ուրիշ ինչ հարց, մյուս քարտերով էլ հարցնենք, միգուցե ինչ-որ բան գտնենք։ Արդյոք կա որևէ գաղտնի ինչ-որ վատ բան, որ Լուսիա Հակոբյանը թաքցնում է։ Չէ, սիրելի հետևորդներ, կլադբիշան, իր երեխու հետ է կապված, որ մահացել է, որ չի կարողանում մոռանա, գնում է շատ, հա։ Իմ խորհուրդը ձեզ այդքան մի գնացեք, ես շատ լավ հասկանում եմ նեկրոէներգիայից, ինչու որ շատ գնում եք, դուք եթե բաց չեք թողնում այդ իրավիճակը, դուք ոնց որ տանջեք ձեր երեխուն, հա ինքը չի կարողանում հանգիստ գնա, իսկ ինքը դա տեսնելով, այստեղ համ դուք եք տառապում, համ ինքը ձեր հետ, կարող է տունը ներկայությունը իր զգաք, սառնությունը զգաք, էլ ինչ այստեղ կարա լինի, հա, շատ որ գնում եք գերեզման, նկատած կլինեք, որ ձեր ոտքերը կարողացավ ան, դա նշանակում է գերեզմանի տերերը ձեզ ասում են, чтобы ноги твои здесь не было, այ դրա համար է ձեր ոտքերը ցավում։ Նորից հարցնենք։ Ձեր տղու հետ է կապված, որ տարել են ձեր կյանքից, մահացել է։ Մենակ մի բան կարամ ասեմ, ձեր հետ կապված գոռոզության հետ կամ էգոնա, հա, այսինքն ձեր մեջ կա մի բան, որը մարդիկ տեսնում են, մարդկանց ունից դա հանում է, առանց հասկանալու, որ դա խոյի կերպարն է, հա, հասկացաք, Դավթյան, ես քեզ հարց եմ ուզում ուղեմ, չեմ էվատացել, ինչ խոսում ասախ սուտա, ես ձեզ Դավթյան հարց եմ ուզում տալ, դուք Դավթյան Յան ազգանունը կրում եք, չէ, հայ եք, եթե դուք հայ եք, ոնց կարա հայ հանդեպ նման գործողություն անի, ձեզ հարց եմ տալիս, դա դուք չեք որոշում, դա իր կյանքն է, իսկ ինքը ինչ է անում, ինչ չի անում, դա ձեր գործը չի, եթե դուք իսկական հայ եք, հայը հայի հանդեպ նման արտահայտություններ չի անում, իմ խորհուրդը ձեզ, ուշադիր եղեք ձեր բառերի մեջ, որովհետև գալիս է պահ, որևէ մեկին, եթե դու քննադատում ես, ասում է ով ես դու, որ մեկին դատես, դատողը վերևում է, լսել էիր այդ մասին, Լուսին է, ես կարծում եմ հասկացանք իրար, ոչ դու, ոչ Պողոսը, ես էլ էի դատում, բայց ես հետո իմ սխալը ընդունեցի, և ես իրանից ներողություն խնդրեցի, հասկացաք, իսկ խոյերը սիրում են ճիշտ ասեն շղկացնեն մարդկանց երեսին, ինչքան էլ դա դուր չի գալիս, ես մի բան հասկացա, որ իրա կանխատեսման մեջ ինքը թաքցնում է ինչը, մահերը, ինքը շատ բաներ գիտի, դա պարզ չի ասում հանրությանը, այսինքն ինքը մտածում է, որ դա նեգատիվ է, պետք չի, մարդիկ դա վերցնեն նեգատիվ ձևով ընդունեն, իսկ թե որտեղից է գալիս այդ ամեն ինչը, ես ձեզ ցույց տվեցի, ով է գլխավոր դերերում, և ես կարծում եմ, այս բացահայտումը շատերին մտածելու տեղ կտա, օքեյ, Где облажался, հայերեն չէ, ռուսերեն կտամ ես հարցը, կարծում եմ շատ լավ հարց է Լուսիայի համար, Где облажался астролог Լուսիա Հակոբյան,
Где облажался, հետաքրքիր էր, մի ամտությունից այդ կոնտրակտը, որ կապել ես, այ թե որտեղ, տեսնում ես, դա իլյուզիա է եղել, քեզ խաբել են, մի ամտությունից այդ օգտվելով, կոնտրակտ կապելով, ինչի հետ կապված, где облажался, астролог Люся Акопյան, դվոյկա իլյուզիա եմ փչը, թոզ եմ փչը աչքերիդ, ցույց տուր ինձ 7 իլյուզիայի, վարդագույն ակնոցների, որը հանելիք ցավոտ է եղել, և դվոյկա կուշկվի, ինչ-որ առաջարկի հետ է կապված եղել, որ ումից դուք չեք սպասի, դա կապված է ձեր բնակարանի հետ, ռեսուրսների, հարմարավետության, տեսնում եք, մի փոքր բան տվել եք, միգուցե դա սա գրավի մասին կարա լինի խոսակցությունը, հա, ընդհանրապես պաշտպինտակլի հաշվարկների մասին է խոսում, գրավի մասին է խոսում, տոկոսների կստացի, փոքր պրոցենտներով այ դրա համար էլ աբլաժացա եք եղել, ցավոք սրտի, օքեյ, ինչին պետք է պատրաստվի, եկեք հարցնենք, Լուսիա Հակոբյանը, արդեն շատ մարդիկ շատ հարցի պատասխան ստացան, ինչին պետք է պատրաստ լինի շուտով, որ անսպասելի է լինելու, տղամարդու հետ է կապված, տեսնում եք, անընդհատ հենց սկզբից էլ փախնում էր այս քարտում, անսպասելին, որից պետք է, որը, որ անսպասելի կլինի, այն անսպասելին, որը, որ անխուսափելի է, պետք է սպասի Լուսիա Հակոբյանը, տեսնում եք, անսպասելին փաստաթղթայինի հետ ալինելու, կարող ինչ-որ ուրախության հետ կապ ունենա, բայց չէ, այդ տղամարդու հետ է կապված լինելու, կամ միգուցե ինչ-որ մեկը ցանկանա ձեզ օգնել, հա չէ, ունից անելու մասին է խոսք, փաստաթղթայինի հետ կապ ունի, այդ ձեր բնակարանի գործարքների հետ կապ ունի, փորձեք էմոցիան մի տվեք, իսկ ինչպես վարվեք այս տղամարդու հետ, ներած վիճակ, ոչ մի ինվորմացիա մի տվեք, լուր, իրանց էլ է տա պետքի, հա, որ դուք ոչ ստանդարտ վիճակում լինեք, կաչելի լինի ձեր մոտ, այո, գտնվելով ավելի հարմար իրավիճակ, սենց ավելի ճիշտ կլինի, մի պատասխանեք, դա ձեզ հակառակը, ավելի կուրախացնի, օքեյ, սպասվող իրադարձությունները, որին պատրաստ պետք է լինի Լուսիա Հակոբյան աստղաբանը, շուտով, ամեն ինչ այդքան էլ վատ չի, Ինչքան դուք պերեժիվացիա կանում, ձեր տղայի հետ կապված երազ կտեսնեք, կարող է գիշերվա կեսին արթնանաք, ինչ-որ մեկ հետ կփորձեք խորհրդակցել խոսել այդ մասին, միգուցե ձեր մյուս տղայի հետ խոսեք այդ մասին, ինչ-որ բաներ կփնտրեք, ձեր տան հետ է կապված լինելու, ինչ-որ նոր փնտրտուքներ և կարող մարդ հայտնվի, ով կօգնի ձեզ, բայց քանի որ ստեղ Վերխովնայա Ժրիցանն է, ես ձեզ խորհուրդ կտամ ձեր բերանը փակ պահել և ոչ միտեղ չասել, որ ինչ պլանավորում եք դուք ձեր տան հետ կապված,
Միգուցե ինչ-որ բան եք փնտրել ու որը կուրախացնի ձեզ, տեսնում եք, լավ նորություններ։ Ինչ-որ դժվարություն, որից դուք դուրս կգաք այդ դժվարությունից։ Ոգևորող դժվարության մասին է խոսքը, ինչ-որ նոր բանի մասին է խոսքը։ Բայց չգիտես թե դուք կփորձեք մի քիչ զգույշ լինել, դա երևի անցյալի տրավմայի հետ է կապված լինելու ձեր։ Ինչու, որովհետև ձեզ հարվածել են անցյալում։ Միշտ գիտեք ոնց եղեք, ուրախ եղեք, որ այդ փորձությունները ձեզունից անելու եւ այլ եղել են։ Դա է հենց ձեզ ուժեղացնում, բայց էլ ոչ մի էմոցիա ոչ մեկին մի տվեք, որովհետև դուք պարտավոր չեք որևիցե մեկին բացատրություն տալու։ Ճիշտ է, ես համաձայն չեմ այդ մի մտքի հետ, որ դուք ում եք ընտրել, իրանի գովաբանում եք եւ այլը։ Իսկ ես լրիվ հակառակն եմ այդ հարցում, իսկ ես տանել չեմ կարող։ Ինձ էլ մեղադրելու չի, դա ձեր վիբրն է։ Ես լրիվ այլ աշխարհայացքների մարդ եմ եւ ընդունում եմ լրիվ այլ մարդու, որի ես տեսնում եմ ապագա ղեկավար։ Եվ ես այդ մասին մի անգամ չի որ ասել եմ։ Դա իմ որոշումն է եւ ոչ մեկ ինձ իրավունք չունի ասի դու ես sense որոշել են, ես որոշել։ Հարմար եմ այդպես գտել, այդպես էլ արել եմ։ Դա իմ խնդիրն է, ոչ թե ձեր։ Ահա, ստեղ ապնուրենյա կգնա ձեր կյանքում, ինչ-որ ցիկլ կավարտեք շուտով, նոր ցիկլ կսկսվի, ձեր մոտ նոր սկիզբ, որը կտա մեծ հնարավորություններ, օքեյ, խորհուրդ ձեզ վերին ուժերից։ Մի բան էլ հարցնենք, տեսնենք իր բնակարանը վերջ, չնայած ասեց, Երբ կվերադարձնի ապագայում իր բնակարանը, Լուսիա Հակոբյան Աստղաբանը։ Մի փոքր երկար կտևի, բայց ամենայն դեպս տեղափոխությունը ես տեսնում եմ։ Տեսնում եք, կա տեղափոխություն, բայց այո, մաքուրի կողմից է, տեսնում եք։ Մաքուրի կողմից է սպիտակի, այլ ոչ կարմիրի, ոչ դեղին, ովքեր ատում են իրանց, ագրեսիա կա մեջները։ Որոշ անորոշ ժամանակ անց, որոշ անորոշ ժամանակ, որովհետև դուրակն է, և ինչը հələ անորոշ է, հա, օքեյ, խորհուրդ ձեզ։ Իսկ թշնամին ինքներդ նայեք, պարտված է լինելու, մանթրաշ վիճակ։ Խորհուրդ Լուսիա Հակոբյանին, խորհուրդ վերին ուժերից Լուսիա Հակոբյանի համար։ Սպասի հրաշքների և մի կասկածիր, քո երազանքները կիրականանան, արարչական ուժերը քո հետ են, կարաս ֆիքսես, եթե դիտում ես ինձ, չնայած չեմ կարծում, որ դու ինձ դիտում ես։ Движение планет, начало, քեզ սպասվում են, տեսնում ես, դու ինքդ էլ գիտես, քեզ սպասվում են բավականին լուրջ փոփոխություններ, դժվար ճանապարհի առջև ես կանգնելու որոշման, ստեղ սա ընտրեմ, նա ընտրեմ, տեսնում ես, ոնց անեմ։ Ասма Вселенная поможет тебе сделать правильный выбор. Եվ իտոգում լսիր քո ինտուիցիային, ներքին ձայնին։ Հաշվիր, որ այնինչ եղել է քո կյանքում, դա տիեզերքից ուղարկված դասներ, որ դու պետք է դա անցնեիր եւ ինչ։ Եթե ինչ-որ հարցեր էլ լինում գլխիդ մեջ, հարցականով, սա կլինի, սա չի լինի։ Ամեն ինչ էլ մարդու կյանքում անցողիկ է, հա, դաստոյնի, դա շնորհակալություն հայտնի են մարդկանց, ում
ովքեր այդ ցավը քեզ պատճառել են, այդ խոչընդոտը եղել են քո կյանքում, որովհետև եթե իրանք չլինեին, դու չէիր ուժեղանա եւ իմաստուն հետագայում չէիր դառնա, հա։ Եվ կգա ժամանակը քո, որ դու արդեն կսկսես խփել նշանակետին քայլեր անելով, ժամանակն է արթնանալու, որովհետև դու քո մեջ ունես մեծ էներգիա։ Եվ մի թույլ տուր, որ մարդիկ քեզ թելադրեն, դու ինչ անես, ինչ չանես։ Հարգիր քեզ եւ մի թույլ տուր, քեզ ստիպեն, որ դու սա անես կամ նա անես։ Հարց տուր քո ներքին երեխուն, ինչ ես ուզում դու անես։ Վերջին քարտը մեդիտացիա։ Շատ հարցի պատասխաններ դու ինքդ էլ գիտես, հա։ Այն փոփոխությունները, որոնք կան, դու ծանր այդ ճանապարհով գնում ես, դա ինչի համար է եկել քո կյանք։ Դու այդ հարցի պատասխանները կստանաս, դու ինքդ գիտես։ Նստիր ինքդ քեզ հետ խոսիր։ Շատ հարցի պատասխաններ արդեն դու քո մեջ կստանաս։ Եվ մի քարտ կուզեի քո համար հանեի իմ նպատակով, հա։ Կա ինձանից վտանգ որևիցե Լուսիա Հակոբյանին։ Կա ինձանից որևիցե վտանգ Լուսիա, աստղաբան Լուսիա Հակոբյանի հանդեպ։ Սադնիկ, ոչ, տեսնում եք, կրակը ինչի հետ կապ ունի մաքրության, այո, մաքուր քարտերա դուրս գալի, ոչ մի վատ բան։ Ես արդեն իմ վիբրը արել եմ, որովհետև ես շատ բան եմ հասկացել, ես բաց եմ մարդկանց հետ շփումների և ինչ մտածում եմ, դա արտահայտում եմ խորհուրդ իմ հարցում։ Արժի ինձ վստահել, թե ոչ, դա ցույց կտա ձեզ վերին ուժերը։ Խորհուրդ Լուսիա Հակոբյանին իմ հարցում, հարցը կարելի է ինձ վստահել։ Աշմ բանի մասին մտածել պետք չի, ни о чем не волнуйся. Ни о чем не волноваться. Все идет хорошо, тебе не о чем беспокоиться. А? Почему? Որովհետև մեջ կա աստվածային սեր։ Էլ բան չունեմ ասելու։ Ով բացում է քո մոտ դռներ, նոր սկիզբ դնելու, նոր հնարավորություններ ունենալու համար։ Այսքանը ես կարծում եմ, եթե կհասնի Լուսիա Հակոբյանին, թող դիտի, կարծում եմ, ինչ որտեղ էլ լավ էներգիա իրան կգնա, բայց ամենայն դեպս մեզ պետք է այս բացահայտումը, որ տեսնենք ինչու է ինքը այդքան պաշտպանում։ Մենք արդեն բոլորս հասկացանք, հա, պատճառը մեզ պետք չի որևիցե մեր հայերով, հա, մեղադրել որևիցե մեկին, որովհետև մենք ինքներս ենք, ոչ մեկ այսօր սուրբ չի, այ դրա համար։ Այսքանով ես կավարտեմ իմ աշխատանքը և կարծում եմ օգուտ տվող աշխատանք տարա ես, որովհետև սա պետք էր։ Ես երբ տեսնում եմ ինքը այդ բաների մեջ տատանողական էներգիաները, ոնց որ մի անգամ, երկու անգամ արդեն ոնց որ արիշն ինձ ասի, դու պետք է իրան բացահայտես, հա, ժամանակն է խոսելու։ Չնայած ես մերժել էի այդ մասին բարձրաձայնեի։ Այսօր այսքանը լավ եղեք, կունենաք հարցեր, կարող եք դիմել Ինարա Գրիգորյան, տարոլոգ, ռունոլոգ, վեդայական թվահոգեբան։ Այսօր այսքանը, ցտեսություն։